Միացյալ Նահանգները որոշել է ճնշումն ավելացնել Իրանի վրա երկրում շուրջ 20 օր տևած լայնածավալ ցույցերից հետո։ Աբրահամ Լինկոլն ավիակիրն ու նրան ուղեկցող ռազմանավերը արդեն հատել են Հնդկական օվկիանոսը եւ մոտենում են Պարսից ծոցի մատույցներին։ Ըստ տարբեր աղբյուրների, ռազմանավը կրում է մեծ թվով անօդաչուներ, ինչպես նաև կործանիչներ։ Ռազմական այս արշավն ավելի է մեծացնելու տարածաշրջանում ծոցի երկրներում ամերիկյան առանց այդ էլ ուժեղ ներկայությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս քայլը Իրանում տեղի ունեցած ցույցերից բացի հիմնավորում է Իրանի միջուկային ծրագրով, վստահեցնելով, որ Վաշինգտոնը մոտիկից հետևում է Իրանի շուրջ զարգացումներին։ Հունվարի 22-ին Թրամփը նաև նախընտրել է Իրանի վրա հնարավոր հարձակման հարցը անորոշ թողնել, հույս հայտնելով, թե Իրանի դեմ ուղարկված ռազմական մեծ արմադան չի օգտագործվի, եւ այդ քայլը որպես պահուստային տարբերակ է դիտարկել։ Ամերիկյան այս գործողությունները չեն կարող չանհանգստացնել Իրանին, որտեղ թարմ է անցյալ տարվա ամռանը իսրայելական եւ ամերիկյան հարձակումների մասին հիշողությունը։ Թեհրանը զգուշացնում է, որ Իրանը ավելի քան պատրաստ է հնարավոր հարձակմանը եւ սպառնում ի պատասխան խոցել տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները։ Ընթացիկ զարգացումները եւ հատկապես վերջին հանգամանքը ուղղակիորեն առնչվում է նաեւ արաբական աշխարհին, հատկապես ծոցի երկրներին։ Նրանց գործոնը ԱՄՆ-Իրան լարվածության շրջանակը ավելի են մեծացնում եւ ինչ որտեղ հետ պահում ԱՄՆ-ին դիմելու վերջնական քայլերի։ Նախ Պարսից ծոցի արաբական երկրներում գտնվում են ամերիկյան ռազմաբազաներ, որոնք կարող են տուժել հնարավոր էսկալացիայից։ Ամենամեծ ամերիկյան ներկայությունը օրինակ Քաթարում է։ Հաջորդ հանգամանքն այն է, որ Իրանի վրա հարձակումը կարող է էականորեն փոխել միջազգային շուկաներում նավթի գները, ինչը կարող է մեծ հարված հասցնել համաշխարհային էներգետիկ անվտանգությանը, հաշվի առնելով, որ համաշխարհային շուկաներ արաբական նավթը մեծամասամբ հասնում է իրանական Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, արաբական երկրները նաև առաջնորդվում են սեփական քաղաքական շահերով։ Ոչ բոլորն են կողմ Իրանի դերի թուլացմանը, նկատի ունենալով Մերձավոր Արևելքում Իսրայելի աճող ազդեցությունը։ Օրինակ, նույն Սաուդյան Արաբիան, որը երկար ժամանակ չի միանում Աբրահամյան համաձայնություններին, 2023-ին էլ վերականգնել է Իրանի հետ հարաբերությունները։ Տարածաշրջանային մյուս դերակատարը Թուրքիան է, որը լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը եւ մաս կազմելով նրա վերջին նախաձեռնություններին, կտրականապես դեմ է Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը։ Անկարան Իրանում ընթացող ցույցերի ֆոնին մշտապես հանդես է եկել Իրանի իշխող վարչակազմի օգտին։ Թուրք փորձագետները եւս մեկը մյուսի ետևից կարևորում էին Իրանի ամբողջականության հանգամանքը, հնարավորինս շուտ ակնկալելով իրավիճակի կայունացում։ Նրանց հիմնական մտավախությունը Իրանի հնարավոր անկայունությունն էր, որը կարող էր վտանգել նաև Թուրքիայի անվտանգությունը։ Ավանդաբար Թուրքիան եւ Իրանը շատ զգայուն են եղել իրենց համատեղ 560 կիլոմետրանոց սահմանի նկատմամբ, որն ամենահներից է Մերձավոր Արևելքում։ Անվտանգությունը վերաբերում է նաև տնտեսությանը։ Իրանը Թուրքիա գազ արտահանող ամենամեծ երկրներից է, 4-րդ տեղն է գրավում ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ադրբեջանից հետո։ Իրանը ծածկում է Թուրքիայի գազի կարիքների 17.6%-ը։ Համեմատության համար Ադրբեջանը ծածկում է 20.6%, Ռուսաստանը մոտ 24%, իսկ ԱՄՆ-ն 24.4%-ը։ Իրանի շուրջ հնարավոր էսկալացիային դեմ է արտահայտվում նաև Չինաստանը, որի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակից։ Թելեգրամյան որոշ ալիքներ անգամ հայտնեցին օրերս Թեհրանին փոխանցված մեծ թվով զինամթերքի մասին։ Իրանում ցույցերի ժամանակ էլ չինական կողմը, ի տարբերություն օրինակ Մոսկվայի, առավել կոշտ է արձագանքել ամերիկյան սպառնալիքներին։ Ամենայն հավանականությամբ Չինաստանում այն գիտակցումն է, որ Իրանի դերի թուլացումը եւ կամ Թեհրանի հետ ամերիկյան հնարավոր գործարքը ուղղված կլինի Պեկինի դիրքերի դեմ։